Մարտի 1-ին ես մինչև ժամը 6-ը ստեղ եմ եղել։ Ոչ մի անկարգություն ժողովրդի կողմից եւ այնքան շատ էին, ամենակիչը 500,000 կլինեին։ Ցավալի դեպքեր էին դրանք, քանի որ մարդիկ փողոց էին դուրս եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար եւ այն ինչ որ եղավ ողբերգական էր մեզ համար, քանի որ թեկուզ մի զոհը այրի համար բավականին մեծ կորուստ է։ Եվ հուսով ենք, որ մի օր այդ դեպքերի մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն։ Շատ տարի անցնեմ, թե քիչ շատ վատ բան է պատահել, որ մարդիկ դժվել են, շատ ցավում եմ, որ տենց բաներ է կատարվում։ Այդ դեպքերին ով որ մեղավոր է, նաեւ պետք է իրան բռնել, ինքը իրան երբեք չի բռնել, չի մեղավոր։ Ու կարծիքս իրանք լավ է գիտեն մեղքերը ում մեղավորությամբ այդ զոհերը գնաց, ով եղավ, բայց չեն բռնում, ինչ կարող ես ասել։ Ամեն ինչ ականատեսեղանք, մարդասպանության ականատեսեղանք, ամեն ինչ ականատեսեղանք, մեր համար դա պատերազմ էր։ Ինչ որ մեկը մտածում է, որ կգա մի ժամանակ, որ այդ 10% զոհվածների հարցը արդարություն կստանա, չի ստացվելու տենց, չի ստացվելու տենց։ Հույսով ապրել չի կարելի։ Ես ուզում եմ, որ գա Հայաստան մի ժամանակ, որ ես Հայաստան թագավորի չճանաչեմ, գիտեք ի՞նչ չճանաչեմ, որ այնքան լավ է վիճակը, որ ես չեմ ուզում թագավոր ճանաչեմ, ինքը դառնում է իմ համար սովորական մականացու։ 10 հոգի մարդ մեռավ, ոչ մեկին չպատժեցի, սա սարքած բան է, մեղավորը մեր ղեկավարներն են, կարգին չեն աշխատում, ոչ մի բան չեն անում, ինչ անում ենք հետ են գնում, առաջ չեն գնում, ժողովրդի կյանքը վատանում է օրից օր։